Սիրելի եղբայրներ, Գործ Առաքելոց երկրորդ գլուխը կշարունակենք սերդել 28 գլուխ են, ուրեմն պիտի երկար տևե մեզի այս սերդողությունները, բայց վստահ եմ, որ շատերուս հոյագապ ձևով օգուտ պիտի անեն։ Ամեն, բարք Տիրոջ։ Ուրեմն Գործ Առաքելոց երկրորդ գլուխ, ձեր դեդրակները, ձեր կրիչները եւ ձեր սուբկիկները բաց։ Երբ Բենդեգոստեի տոնը հասավ, ամենքն ալ միապան մեկտեղ էին։ Երբ կսենք ամենքը միապան, առաջին գլխուն վերջին համարը կտեսնենք, ամենքը անոնց մեջ կային 120-ը եւ աշակերտները։ Հանգարձակի երկինքեն ցայնը եղավ սասկաշունչ հովի մցայնի պես եւ փոլորդունը լեցուց, ուր նստեր էին։ Բաժնված լեզուներ երևցան իրենց, որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստան։ Ամենքն ալ Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես Հոգին իրենց խոսիլ գուդար։ Երուսաղեմի մեջ բնագող հրյաներ կային, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ եղած բոլոր ազգերեն ժողովված, երբ աստծայինը եկավ, բազմությունը մեկտեղ եկավ եւ խռովեցավ, վասից գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվովը գխոսեին։ Ամենքն ալ գսկանչանային ու գզարմանային եւ իրար գսեին, չէ որ ահա ասոնք ամենքն ալ որ գխոսին գալիլեացի են։ Ուրեմն ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը, որուն մեջ ծնած ենք։ Բարդևներ, մարեր, եղամացիներ եւ անոնք որ գպնագին միջակետքի մեջ եւ Հրեաստանի եւ Գաբաթովգիայի մեջ, Բոնդոսի ու Ասիայի մեջ, Փրիգիայի եւ Պամփիլիայի մեջ, Եգիպտոսի մեջ եւ Գյուրենի մոտ լիպիացիներու կողմերուն մեջ, նաեւ հռոմեացի բանտուղներ, թե հրյաներ եւ թե նորահավատներ, գրեդացիներ եւ արաբացիներ գլսենք, որ մեր լեզուներովը գբատմեն Աստծո մեծամեծ բաներու մասին։ Գսկանչանային ամենքն ալ ու տարագուսած իրարու գսեին, ինչ պիտի ըլլա այս։ Իսկ ոմանք ձաղրնելով գսեին, ասոնք նոր քինիով լեցվեր են։ Այս ընթերցումը կգանք միջև այստեղ, հետո կշարունակենք։ Բենդեգոստեի օրը Զադիգեն 50 օր հետո հրյական օրենքին համաձայն դոնագադարության օրեր, ամեն մեկը իր հունձքը գբերեր եւ Երուսաղեմ կհավաքվեին եւ այդ հունձքով գուրախանային Տիրոջ առջև իրենց հունձքի այդ գաբոցները գբերեին Աստծո առջև, դաջարի առջև գբարեին եւ գսեին շնորհակալ ենք Տեր այդ պտուղներու համար, որ մեզ պիտի դաս։ Իրենց հունձքի երեխայինները գբերեին, առաջին բաժինը գբերեին եւ ամենալավ բաժինը գբերեին։ Եվ այս դոնական օրեր, ուրեմն այս բոլոր քաղաքներում, որ անունները դվինք, երկիրներու անունները որ դվինք, կամ շրջաններու որ անունները դվինք, այդ բոլոր այդտեղի հրյաներ են գուքային։ Այդ հրյաները, որ այդ երկիրներում է ցուլված էին, դերևս եբրայերեն շատ չէին գիտեր, տարբեր ազգեր են նաև գուքային, այդ տոնագադարության օրը հրյաներու տոնագադարության օրեր, բայց նաև ազգերեն մարդիկ գուքային դեսներու թե ինչ կբադահեր Երուսաղեմ։ Մեծ տոնագադարություն էր։ Եվ նաև Բենդեգոստեի օրը կնշվեր եւ կդոնվեր Մովսեսի օրենքը, որ Աստված օրենք տվավ, օրենքներ, պատվիրանքներ տվավ մարդուն, եւ այս Բենդեգոստեի օրը, այս տոնական օրը նաև փառք Տիրոջը իր պատվիրանքներուն եւ իր օրենքներու համար։ Եվ հավասիկ այդ օրը Աստված որոշեց, որ երկնային Սուրբ Հոգին կալով մարդկանց մեջ նոր ռեժիմ, նոր սիստեմ, նոր ընթացք սկսի, ոչ թե օրենքի, այլ Սուրբ Հոգվու, ոչ թե քիրքի, այլ հոգիի,
ոչ թե օրինական ուղղություններու, այլ Սուրբ Հոգիով ներշնչված քայլերու։ Նոր ռեժիմ, հին ուխտը ահավասիկ կդառնա նոր ուխտի։ Եվ այստեղ կսկսի նոր գտակարանը։ Այստեղ կսկսի նոր ուխտը, սիրելիներ։ Մենք շատ անգամ կգարձենք, որ նոր գտակարանը կսկսի Մատթեոս ավետարանեն։ Այդպես կսենք, բայց չմոռանանք, մինչև այս բահը, Գործ Առաքելոց 2-րդ գլուխ, մինչև այս բահը դեռ մենք հին ուխտի մեջ ենք։ Շրջաներ փոխանցվելու շրջաններ։ Եվ ահավասիկ այդ շրջանը եկավ։ Ինչ կպատահի։ Հիսուս Քրիստոս անցյալ անգամ ասավ, գացեք, սպասեցեք ինձ միջև վերի զորությունը ստանաք, եւ դուք իմ վգաներս ինձ համար մեռնողներ պիտի իմ ավետարանս պիտի կարոզեք աշխարհի 4 կողմը եւ պիտի ստանաք այդ զորությունը, որովհետեւ ըլլակ վգաներս։ Եվ ահավասիկ ինչ որ Հիսուս խոստացավ, դա սովորվեց, կատարվեցավ։ Ուրեմն ահավասիկ Հիսուս Սուրբ Հոգին գիչն է, ասել չէ որ Սուրբ Հոգին չկար։ Սուրբ Հոգին կար ամբողջ աշխարհի սկիզբեն եւ նույնիսկ հավիտենականության մեջ։ Սուրբ Հոգին 5 դակարան մեջ մենք կտեսնենք կկործե, կներշնչե, գուղե, կշտկե, բայց այստեղ Սուրբ Հոգի իկալը, ինչպես ասի, ուխտը կփոխվի, մոդեցումը կփոխվի։ Հիսուս Քրիստոսի խաչելության եւ հարության գնիքը կտրվի, որ այլևս ամեն ինչ կատարվեցավ, մարդը եւ Աստված իրենց հարաբերությունները այս վարքյանեն հետո պիտի փոխվի։ Մարդը Աստծո մոտենալու համար Սուրբ Հոգիով պիտի մոտենա, որ հասկնա խաչին եւ հարության զորությունը եւ Սուրբ Հոգիով սրբվի եւ սրբությամբ քայլե հաջելի Աստծո եւ ոչ թե օրենքին հետևելով, այլ Սուրբ Հոգիով առաջնորդվելով։ Այսօր մասին մենք կնանք երկար խոսել եւ շատ ալ խոսել ենք, բայց այստեղ կսկսի ամեն ինչ։ Ուրեմն աշակերտները հավաքված ցայն, քամի, հով, գրագ եւ լեզու։ Այս հիշեցնե մեզ 5 դագարանի, երբ Աստված հայտնվեցավ Մովսեսին օրենքը տալով կամ 10 պատվիրանքները տալով Սինա լեռան վրա։ 5 դագարանը երբ Աստված կհայտնվեր իր ժողովրդին, այսպես հրաշալի ձևով կհայտնվեր։ Եվ այստեղ նույն բանը կդարվի սելով, որ Աստված մեմը ևս հադուկ եւ քերտնական կորց կգադարե մարդուն եւ իր միջև հարաբերությունները շտկելու։ Քիչ հետո պիտի գարտանք, թե այդ խոստումը, որ Աստված տվավ 5 դագարանի մեջ, կատարվեցավ։ Ուրեմն, սիրելիներ, այս օրը Պենտեկոստեի օրն է, որ նոր ուխտը կսկսի։ Գրագներ կան լեզուներու, ինչու։ Քանի որ ավետարանը Հիսուս ինչ ասավ վերջին խոսքը։ Գացեք բոլոր աշխարհը քարոզեցեք, սորվեցուցեք, աշակերտեցեք, մգրտեցեք։ Բոլոր աշխարհը ասել է բոլոր լեզուները, բոլոր ազգերը, ինչպես կսե։ Բոլոր ազգերեն աշակերտներ եք։ Եվ ահավասիկ Աստված հրյաներուն, որոնք կգարձեին, որ բադվիրանքները միան հրյաներուն համար է, որոնք կգարձեին, որ Աստված միան հրյաներուն Աստվածն է, որոնք կգարձեին, որ Հիսուս եկավ միան հրյաներուն եւ իսրայելցիներու համար, այստեղ կտեսնենք Աստված տարբեր լեզուներ կուտա, ասելով ավետարանը պիտի երթա մինչև աշխարհի ծայրերը։ Եվ կտեսնեք տարբեր ժողովուրդ իրենց լեզվովը կլսեին Գալիլեացի հրյաներուն բերնեն ելած հրաշալի խոսքեր, հասկանալի ձևով իրենց լեզվով։ Անշուշտ այստեղ աշակերտները խոսեցան այս տարբեր ջանցված լեզուները։ Տարբեր լեզուներ կային, չեմ ուզեր մտնել մանրամասնությամբ, դերը երկրորդ Բաբելոնի աշտարակ կշնա այստեղ։ Առաջին Բաբելոնի աշտարակը Աստված խառնեց լեզուները, քանի որ մարդիկ ըմպոստացած իր թեմ ելած, Աստված խառնեց, որ մարդիկ
չկարողանան միապանվել իր թեմն փոստանալ։ Այստեղ Աստված կմիապանե լեզուներ գուտա, մեկ լեզու գլա հասկանալի կդարձնե։ Կհիշեք Բաբելոնի աշտարակի մեջ մարդիկ իրար կխոսեին եւ մեկը մյուսին չէր հասկանար, անոր համար ծրվեցան։ Հոս Սուրբ Ոգին գուտա, որ միապանվի ժողովուրդը, ավետարանի խոսքը հասկացվի, Սուրբ Ոգին կալու նպատակը ավետարանը հասցնելն է մարդկանց։ Սուրբ Ոգին եկավ այստեղ, որ ավետարանը հասկանալի դառնա։ Եվ գզարմանամ այսօր շատ մը եկեղեցիներու մեջ, շատ մը մարդկանց մեջ Սուրբ Ոգի մասին կխոսին առանց ավետարանչության մասին խոսելու։ Սուրբ Ոգին ինձ ասավ, Սուրբ Ոգին ինձ հայտնեց, Սուրբ Ոգին այս սրավ, շատ լավ, բայց ինչու, որբեսի Սուրբ Ոգի զորությամբ դու վգա դառնաս։ Այստեղ առաքյալները առաջին բանը որերին դուրս ելան իրենց հանգստավետ այդ վերնադուդեն, դուրս ելան ավետարանը քարոզելու, դուրս ելան Աստծո մեծ օրհնությունները բացմելու։ Եվ ես գաղութեմ, որ այսօր նույն բանը ըլլա մեր եկեղեցիներու մեջ, ոչ թե մնանք մենք մեզով, իրմով, իրարմով, այլ Սուրբ Ոգի ներկործությունը մեզ հրե, մեզ մղե, որ մենք Սուրբ Ոգիով ավետարանը կարողանանք քարոզել աշխարհի մինչև ծայրերը քո դունետ սկսյալ։ Ես կգարձեմ, որ Սուրբ Ոգին այսօր շատերուս մե նեղված է։ Քանի որ մեզ դրված է Սուրբ Ոգին առաքելության համար եւ մենք այդ Սուրբ Ոգին կկործածենք մեր անձնական հանգիստի համար, խաղաղության համար, ուրախության համար եւ այլն։ Սուրբ Ոգին դրվեցավ, լեցվեցան Սուրբ Ոգիով գսե եւ դուրս ելան։ Հավասիկ մեզ համար հստակ խոսք, լեցվեցան, ոչ թե նստան եւ ասին վայ պարքես դեր շնորհակալ ենք այս գեղեցիկ պարապանության համար, ոչ, լեցվեցան եւ դուրս ելան։ Քանի որ Սուրբ Ոգին մեզ գմղե, որ ավետարանը քարոզվի, որ ավետարանը մարդիկ հասկանան ճշմարտությունը եւ ապաշխարեն, ոչ թե ավետարանը քարոզվի մարդիկ եկեղեցի կան, ոչ, որպես մարդիկ փոխվին, սրբանան, ապաշխարեն։ Հալելույա։ Գլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը։ Եվ ավասիկ Սուրբ Ոգին կորձը կդարվի այստեղ, եւ այդտեղի մարդիկ կտեսնեն սկանչելիքը, կտեսնեն հրաշքը, կտեսնեն սիրելիներ աստվածայինը, գլսեն բատկամը, առաքյալներուն բեռնով գլսեն բատկամը, բայց չեն հասկանար։ Նայեցեք կսե ինչ պիտի ըլլա այս։ Գլսեն իրենց լեզվով Աստծո հրաշալիները, բայց այդ բատկամի բարունակությունը չկա։ Այդ բատկամի բարունակությունը Պետրոս պիտի քարոզե։ Ինչու այս կսեմ։ Մենք շատ անգամ կսենք թող Աստված այդ մարդուն սիրտը փոխե։ Թող Աստված այդ մարդուն հասկացնե։ Թող Սուրբ Ոգին այդ մարդուն այսն է այնն է։ Շատ լավ։ Աստված հրաշներ գնե, որ այդ մարդուն բերե մեկտեղ, որբեսի մարդը թուն աշակերտը փոխանցե ավետարանի խոսքը, որբեսի մարդը ապաշխարե։ Հիմա պիտի գարտանք Պետրոս կքարոզե այն ինչ որ իրենք կխոսին տարբեր լեզուներով այդ մարդկանց լեզուներով կխոսին, մարդիկ կհասկանան, բայց չեն գլսեն ներողություն, բայց չեն հասկանար։ Գլսեն իրենց լեզուն բարերը կհասկանան, բայց հոգևոր իմաստը չեն հասկանար, մինչև Պետրոս ինքը բացադրե հստակ ձևով։ Եվ հետո համար 39-ին պիտեսեն ինչ ունենք, եւ Պետրոս պիտեսե ապաշխարեցեք։ Ապաշխարության համար մենք Աստված գուղարկե մարդը, որ մարդը քարոզե, սորվեցնե եւ փոխանցե ավետարանի պատկամը։ Եվ ոչ թե ասենք թող մարդը անոր սիրտը փոխի։ Սիրելիս տուն որ գեհդեվիս ինձ քանի հոգի ավետարանը քարոզեր ես։ Քանի հոգի փրկության պատճառ եղած ես։ Քանի հոգին բերած ես Քրիստոսի խաչին առաջ։ Քանի հոգի քո միջոցով նվիրված է, մգրդված է եւ գաբաշխարե եւ գծարայ այսօր դիրոջը։ Քանի հոգի։ Ուրեմն եթե մարդ չգա որ տուն բերած ես, ասել է քո Սուրբ Ոգի ունենալ իմաստ չունի։ Շատ բարձ կխոսիմ եւ գներեք, եթե մի քանիներդ այսպես կվրտովիկ, բայց ճշմարտությունն է։
Եթե քո միջոցով մարդիկ չեն ապաշխարել, Սուրբ Ոգին ինչ գործ ունի քո մեջ։ Եթե քո միջոցով մարդիկ չեն հասկանար Ավետարանի ճշմարիտ, ճշգրիտ, ոչ թե երազներդ պատմես, ոչ թե վկայությունդ պատմես, այլ Ավետարանը փոխանցես։ Պետրոս մա պիտի կարծանք ինքը իր մասին չխոսեց։ Չսավ նայեցեք, ես Հիսուսի աշակերտը եղած եմ, ես հրաշքները տեսել եմ, հավատացեք ինձի, ես նույնիսկ ճուրին վրա են քալերեմ, իմ զոնքաճս բժշկվեր է, ես դևեր հաներեմ, իր մասին չխոսեցավ Պետրոսը։ Բարձրապես Ավետարանը կարողեց շեշտը տրավ Հիսուսի վրա։ Սիրելիներ, գտեսնեք սատանան ինչպես կխառնի այսօր եկեղեցիները, երբ որ այս ինչ կամ այնինչ քարոզիչները շեշտը գտնեն իրենց վկայություններու վրա, իրենց ըսկացումներու վրա, իրենց հրաշքներու վրա։ Եկեք մեր եկեղեցին, մենք հրաշքներ գնենք։ Մարդիկ կդարձնեն Ավետարանի ճշմարիտ գաղափարեն եւ Ավետարան ճշմարիտ ուսմունքեն կդարձնեն դեպի իրենց գաղափարներուն, կամ իրենց եկեղեցիներուն, կամ իրենց կարծածներուն։ Պետրոս այստեղ, եթե այսօրվա հովիվները մեկը լար Պետրոսին մասին, դեղը ներողություն, այդ հովիվներն բիզեսեն, եկեք մեր եկեղեցին շատ լավ բաներ գլա, ցեզի մենք պիտի սորվեցնենք, եկեք մեր եկեղեցին, մենք ցեզի ասենք ցեզի ան, ժողովուրդ Պետրոսը սավ ժողովուրդ գեցեք, ինչ որ կտեսնեք, այս Հիսուսն է։ Հալելույա։ Եկեք դարտանք Պետրոսի խոսքը։ Ուրեմն մարդիկ այդտեղ գզարմանան, հրաշքներ գլա, Սուրբ Ոգիով գլեցվին, գրակ, լեզու, քամի, ամեն իրար գանցնի, եւ Պետրոս այդ բոլորի մեջ ոտքի գելե եւ գսե Պետրոս ելավ 11-ին հետ մեկտեղ արաքյալներով ուրեմն մեջտեղ ելան ցայնը վերցուց եւ խոսեցավ անոնց իր ցայնը բարձրացուց։ Գզարմանամ այսօր որ գտեսնեմ տարբեր տեսակի այսպես ավետարանական ըսված եկեղեցիներ, որ այսպես մեծ օրտնության մեջ կամ ինչպես շատերը գսեն օծության մեջ իրենք լավ գսկան, իրենք իրենց օրտնությունը գաբրին, բայց Պետրոս այստեղ այդ բոլորը երևակայեցեք Պետրոսի փորձառությունը գրագել լեզու իր վրա, ինքը խոսի լեզումը որ չգիտեր, Սուրբ Ոգիով լեցված դակացած այդ վախկոտ Պետրոսը մեջտեղները գելլի գպարապանե եւ դերքե դիրոջը զարմանալի ցևով այսպես կինովի նման նույնիսկ հարբեցած նման այսպես չգիտեր ինչ կբադայի իրեն, քանի Սուրբ Ոգիով լեցված է եւ այս բոլորի մեջ ինչպես քիչ առաջ կսեի մեկ բան ունի անելիք, ցայնը կբարձրացնե եւ ժողովրդին հետ կխոսի, անհավատներուն հետ կխոսի, այնտեղ եղած մարդկանց հետ կխոսի, որբեսի անոնց հասկացնե թե ինչ ըրավ եւ ինչ ըսավ դերը եւ ինչ կատարեց։ Ուր են այսօր այդպիսի հավատացյալներ կամ քարոզիչներ կամ հովիվներ կամ եւ այլն եւ այլն։ Պետրոս կսե ելավ 11-ին հետ մեկտեղ ցայնը վերցուց եւ անոնց խոսեցավ. ով հրյամարտիկ եւ դուք ամենքդ որ Երուսաղեմ կբնակիք, այս ցեզի հայտնի ըլլա ու ագանջ թրեք իմ խոսքերուս, կանզի ասոնք ոչ թե կինովցած են, ինչպես դուք կգարձեք, կամ շատեր կծիծաղային ասելով ասոնք կինովցած են, վասնտեր օրվան արաբոդյան ժամը 9 է։ Գսե կինովցած չեն, բամը խմած չեն, դեր արդու գանուխ ենք։ Ուրեմն լավ լսեցեք, գսե, ասոնք կինովցած չեն։ Հաբա ասիգա այն է, որ հովել մարգարեին միջոցավ ըսվեցավ, ես եւ պիտի ըլլա, որ վերջին օրերը գսե Աստված, իմ հոգի ես պիտի ամեն մարմինի վրա պիտի տապեմ, ու ծեր դղակը եւ ծեր աղջիկները պիտի մարգարեյանան, ու ծեր երիտասարդները դեսիրտները պիտի տեսնեն, եւ ծեր ձերերը երազները պիտի տեսնեն, իմ ծառաներուս եւ իմ աղջիկներուս վրա այն օրերը իմ հոգի ես պիտի տապեմ եւ պիտի մարգարեյանան։ Շարունակեմ հետո, բայց այստեղ գանտնենք։ Պետրոս ոտքի գելե եւ Աստծո խոսքը կկարոզե, Աստծո խոսքը կբերե մարդկանց, Աստծո խոսքեն մեջ բերում գնե։ Հովելի երկրորդ գլխուն մեջ գտնված է այս բոլորը որ գսե ինչպես Հովելի մարգարեությամբ վերջին օրերը
Որն է վերջին օրերը։ 5 դագարանի համար վերջին օրը Հիսուսի կալուստն էր, Հիսուսի առաջին կալն էր։ Վերջին օրը այս նոր Սուրբ Հոգի ընթացքն է։ Ուրեմն մենք հիմա վերջին օրի մեջն ենք, վերջին օրերու մեջն ենք, ոչ թե վերջին օր այդ առումով, որ Հիսուս պիտի գա եւ Տատաստան պիտի լա, ոչ, վերջին օրերը ասել է, որ մարգարեական օրերը վերջացան, հիմա մտանք Սուրբ Հոգի օրերու մեջ։ Եվ գսե վերջին օրերը իմ հոգի ես ամեն մարմինի վրա պիտի տապեմ։ Եվ Պետրոս գսե ահա ինչ որ հիմա կտեսնեք, Սուրբ Հոգին է, որ Աստված իր խոստումը կգադարե, Հովել մարգարեության օրը Աստված իր խոստումը կգադարե եւ այդ խոստումը այս է. Հիսուսի խաչելությունը, հարությունը, համբարնալը եւ Սուրբ Հոգիի գալը, այս 4 հատը մեկ միասնապար վերջին օրին սկիզբն է։ Մեկ ադալ կգտնեմ Հիսուսի խաչելությունը, հարությունը, համբարնալը, Սուրբ Հոգիի ղրգելը, այս 4-ը վերջին օրվան սկիզբն է։ Եվ այդտեղեն նորություններ կսկսի։ Եվ այդ կգադարվի ինչ որ Մովսես, եթե չի սխալիմ, Դվոց գրքին 11-րդ գլուխը ըսավ Երանի այն օրը, որ բոլոր ժողովուրդը մարգարեանա։ Ոչ թե 1-2 մարգարե լա ժողովրդի մեջ, այլ բոլորը մարգարեները լան։ Եվ ահա այդ օրը սկսավ Պենտեկոստեի օրը։ Մարգարեանալ ոչ թե ասել է վաղ անցրև պիտի կա, միսոր այսպես պիտի լա, միսոր այնպես ոչ։ Սուրբ Գիրքի մեջ մարգարեություն բառը ոչ թե աբական գիտնալն է, անի գախարտությունն է։ Մարգարեություն բառը ասել է Աստծո գողմեն Աստծո խոսքը հրճագելն է։ Ինչ պատահեցավ այստեղ։ Առաքյալները մարգարեություն չրին։ Ելան Աստծո հրաշալի խոսքերը քարոզեցին։ Եվ Պետրոս կսե այս մարդիկ մարգարեություն արին։ Ուրեմն երբ որ մենք Սուրբ Հոգիով լեցված կքայլենք, մենք կանչված ենք Սուրբ Հոգիով Աստծո խոսքը մարգարեանալ։ Մենք կանչված ենք Սուրբ Հոգիով Աստծո խոսքը փոխանցել, ոչ թե մեր գարձիկները, կամ մեր երազները, կամ մեր փապակները, եւ կամ մենք հայերս մեր սովորությունները։ Լիբանանցին իր սովորությունը կքարոզե, Հայաստանցին իր սովորությունը կքարոզե, Բոլսայի իր սովորությունը կքարոզե, ինչ գիտեմ, այն մեկ իր սովորությունը կքարոզեն այսօր հոգևոր թեմաներով։ Ոչ, եւ որ Սուրբ Հոգիով մեզ կլեցվին, ես կփոխանցեմ Աստծո խոսքի ճշմարտությունը։ Վերջին օրը պիտի լա, պիտի մարգարեանան, իմ բոլոր ժողովուրդս, ով է այդ բոլոր ժողովուրդը, այն բոլորը որ վերստին գծնվին եւ Սուրբ Հոգիով գլեցվին, այն բոլորը Աստծո ժողովրդին մաս կգազմեն եւ այն բոլորը կանչված են ավետարանը փոխանցել Սուրբ Հոգիի զորությամբ։ Դուք իմ վգաներս պիտի լաք, ոչ թե միան 13-ին ասավ, այդ բոլորին եւ նաեւ քեզ եւ ինձ կսե։ Երբ կսե Սուրբ Հոգին ծեր վրա գողազորություն պիտի ստանաք եւ իմ վգաներս պիտի լաք։ Կացեք, վգայեցեք, կացեք, խոյեցեք, սորվեցնելու համար։ Այսօր մասին մի քանի բաներ պիտի եսեմ ցեզի ժողովուրդ, հատուկ կոնֆերանսներ գնենք այս նպատակով։ Սորվիլ սորվեցնելու նպատակով։ Աշակերտ լալ աշակերտ ընելու նպատակով։ Եվ մոդորեն հոկտեմբերին Հայաստանի մեջ 5 օրվա կոնֆերանս ունենք պիտի երթամ եւ այդ կոնֆերանսը պիտի առաջնորդենք։ Աշակերտ լալ աշակերտ ընելու։ Գպավե մեր եկեղեցիներու մեջ աթորներ դակցնենք։ Գպավե միան լսելու աշակերտները լանք։ Այր լսելով փոխանցելու աշակերտ։ Պիտի սորվինք։ Պետրոս ուրդեղեն գիտեր այս համարները։ Ձեզ ասեմ։ Հրյաները այն ժամանակ անկիր գնեին 5 դագարանի համարները։ Կոց կսորվեին 5 դագարանի համարները։ Հիմա մեր հավատացյալներուն ասեք, քանի համար կոց գիտե, քանի համար անկիր գիտե։ Ուր կրված են համարները։ Շատերը բիցեն հովիվ, ես շատ կմորնամ։ Բայց ինչպես պիտի խոսքը փոխանցես, եթե շատ կմորնաս։ Քո զավակներու դանունը չես մորնար, թորնիկներու դանունը չես մորնար։ Քո բանկահաշիվը չես մորնար, քո դան հասցեն չես մորնար։ Բայց Աստծո խոսքը կմորնաս։ Ինչպես։ Գիտեք ինչու։ Քանի որ չանք չես հրած սորվելու։ Այսօր մեր եկեղեցիներու մեջ չանք չգա սորվելու Տիրոջ խոսքը։ Պետրոս ինչպես այս համարները ասավ։ Քանի որ ինք անկիր գիտեր եւ Սուրբ Հոգին հիշեցուց իրեն այդ շիդակ համարը եւ այդ ինք շիդակ համարը փոխանցեց։
ժողովրդին։ Վերջին օրերը իմ ծառաներս ախիներուց վրա այն օրերը իմ հոգի ես պիտի տապեն եւ պիտի մարգարեյանան, ըսի վերջին օրը ադիգա է։ Եվ համար 19 նայեցեք մեկ անգամ են ուր գերտա։ Վերը երկինքը հրաշքներ պիտի ցույց տամ եւ վարը երգիրը նշաններ, արյուն, գրակ, ձուխի մարախուխ, արևը խավարի պիտի դառնա, լուսինը արյունի, թեր դերոջը մեծ եւ երևելի օրը չեկած։ Ինչ կպատահի։ Լավ լսեցեք, հետևեցեք։ Բենդեգոստեի օրը Սուրբ Օքին գուկա։ Պետրոս կսե ահավասիկ Սուրբ Օքին եկավ, մարգարեությունը կատարվեցավ։ Հիմա ասկեվեց Սուրբ Օքիով պիտի մարգարեյանան, պիտի ծառայեն, պիտի ավետարանեն, հոգիներ պիտի շահին, եկեղեցին պիտի մեզնա եւ մեկ անգամ են գծատկի աշխարհի վերջը։ Մեկ անգամ են գսե վերը երկինքը հրաշքներ, երբ պիտի լայս աշխարհի վերջը Հիսուս կալեն առաջ։ Գիտեք ինչ ասել գուզե։ Ասել գուզե որ Սուրբ Օքին կալեն վերջ, ուրիշ բան չի գա անելիք բացի մեկ բան։ Ավետարանչություն։ Հոգիներ բրգել, ապրիլ սուրբ կյանք, Սուրբ Օքիով քայլել եւ Սուրբ Օքիով սպասել Հիսուսի վերադարձին։ Համար նայեցեք 17 եւ 18-ը գխոսի հովել մարգարեության մասին, որ կատարվեցավ Բենդեգոստեի օրը։ Համար 19 եւ 20 գխոսի աշխարհի վերջի մասին։ Իսկ մեջտեղը 18 եւ 19-ի միջև ուրիշ բան չի գա։ Չսեր կացեք մեծ եկեղեցիներ շնեցեք, շենքեր ունեցեք, այդ եկեղեցիներու մեջ լավ նստեցեք, եկեղեցիներու մեջ այսրեք, այնրեք, ոչ։ Գսե Սուրբ Օքին եկավ, կացեք վգաներս եղեք, Հիսուսի վերջին խոսքը, մինչև աշխարհիս վերջը, վգաներս եղեք, մինչև ես ետ վերադառնամ, ուրիշ ընելիք չունիք, սիրելիք ու եղբայր, անոնք որ ճշմարտության խոսքի կմասնակցին, մեր միսիայի մեջ են, անոնք որ մեզի դարբեր եկեղեցիները գհետևին, հիմա կամ պիտի հետևին, հետո ուրիշ բան չունիս, բացի Սուրբ Օքիով լեցվիլ, ավետարանը կարոզել։ Մինչև աշխարհին վերջը։ Մեզ խապերեն, տարեր խապերեն, ասելով որ եկեղեցին կնա նստիր, լսե եւ դուն կնա։ Կնա նստիր, լսե եւ դուն կնա։ Հավատացյալները մեկ նայած ինչ եկեղեցի գահաջախեք, շատեր գերտան հոմ գվարեն, շատեր գերտան պաշտամունքի, շատեր գերտան մեկ աղոտ կնեն, երբեմները սուպ գիրք կգարտան եւ կգարտեն որ հավատացյալ են։ Ժողովուրդ, վերանայինք քիչ առաջ կսեի սուպ գիրքի հիմքին։ Սուրբ Օքին պիտի կա, վգա պիտի լաս եւ Հիսուս պիտի վերադառնա։ Ուրիշ բան չկա։ Մեջտեղները Հուսամ կհասկնակ, արդյոք անոնք որ Facebook-ով գեհդևին, արդյոք հասկացակ սիրելիներ, գրնակ գրել, արդյոք հասկացար որ ընելիքներ ունիս, սորվերիք ունիս, փոխվերիք ունիս, նպատակդ փոխելուկ դեղ ունիս, արդյոք հասկացար։ Ոչ թե կալ չորեքշաբթի նորեն նույն ցևով պիտի մասնակցիս այս եթերին առանց բան փոխելու։ Այս շաբաթվա մեջ ինչ պիտես։ Սուրբ Օքին դեղ դուր եւ ավետարանը կարոզե։ Սուրբ Օքին դեղ դուր եւ ավետարանը կարոզե։ Սուրբ Օքին դեղ դուր եւ մարդկանց շիդակ բաները ասե։ Սորվիր Աստվածաշունչը։ Սորվիր Աստվածաշունչը։ Պետրոս քլխեն բատմություն չմատնեց։ 5 դակարանի մարգարեությունը որ գիտեր փոխանցեց։ Ուրեմն համարները գիծիր եւ փոխանցե։ Եվ այն օրը չեկած, դիրոջ օրը չեկած այս բոլորը պիտի լա։ Միջ այդ համար 21 եւ պիտի լա որ ամեն ով որ դիրոջը անունը գանչե պիտի փրկվի։ Ահա վասիկ հիմա կվա մեր միջոցը ասեմ։ Ժամա միջոցը։ Ան որ դիրոջ անունը գանչե պիտի փրկվի։ Հիմա այդ վիճակի մեջ ենք։ Դերը շնորհ կնե Սուրբ Օքին ղրգած է, քարոզիչներ ղրգած այս աշխարհի մեջ, թեզի կղրգա այս աշխարհի մեջ, որբեսի քո միջոցով ան որ դիրոջ անունը գանչե փրկվի։ Ան որ իրական ընդունի փրկվի։ Ան որ իրական հասկնա փրկվի։ Ուրեմն դու մեծ կորձ ունիս։ Աշխարհի փրկությունը քո ուսերուտ վրա գտնեմ։ Եվ այդ աշխարհի փրկությունը կսկսի քո ընտանիքեն,
Քո միան ընտանիք չէ, բայց այդ ալսեմ շատեր գսպասեն, որ իրենց ընտանիքը աբաշխարեն, ուրիշ մեկով չսպաղվի, միան ընտանիքով։ Ոչ, սիրելիս։ Աստված քեզ գուզե ուղել հարևանիդ, դրացիդ, փողոցիդ անգյունը, ջամփան, տրենին մեջ, մեքենային մեջ, ճամփորդության ընթացքին ուր որ է։ Աստված քեզ գղրգե դեղ, որ այնտեղ ան որ դիրոջ անունը գանչե փրկվի, գնա փամը սե, փամը սորվեցուր, փամը փոխանցե։ Եվ Պետրոս կշարունակի համար 22։ Ով իսրայելցի մարդիկ, լսեցեք այս խոսքերը։ Հիսուսն ազովրեցին Աստուծո մեծ ցեզի ցուցված մարդը զորություններով եւ հրաշքներով եւ նշաններով, որոնք Աստված անոր ցերկով ըրավ ծեր մեջ, ինչպես դուք գիտեք։ Անիգա Աստուծո որոշած խորհուրդովը եւ գանխակիդությունովը մատնված ըլլալով թուք արիք եւ անորեններուն ցերկով փայդի վրա կամելով սպաննեցիք։ Պետրոս շեշտը գտնե Հիսուսի վրա։ Սուրբ ոգիով ինչ որ գբադայի Հիսուս պիտի վերադառնա, գսե։ Մինչև այդ օրը ավերան պիտի կարոզվի։ Հիմա ավետարան գսկսի կարոզելու։ Գսե այն Հիսուսը, որ Աստված ինք նախագիտության մեջ ուղարկած է, պատրաստած է, որոշած է ժամը, օրը եւ տեղը։ Այն Հիսուսը եկավ, հրաշքներ կատարեց, դուք տեսաք, դուք գիտցաք, դուք սորվեցաք, դուք հասկացաք, եւ այդ Հիսուսը դուք սպանեցիք։ Զարմանալի է, Աստված գսե Աստուծո որոշած խորհուրդով եղավ այս ամենը, բայց դուք ձեր պատասխանատվություն ունեք։ Սիրելիներ, Աստված ամեն ինչի վրա իշխանություն ունի, բայց մենք մեր պատասխանատվությունը ունենք այդ Աստծո պատրաստածը իր գամքին համաձայն ապրելու եւ կամ մեր գամքին համաձայն ապրել։ Աստծո որոշած խորհուրդով գանխագիտությունով մատնված ըլլալով ինք դուք արիք եւ անօրեններուն ցերկով փայդի վրա կամեցիք, սպանեցիք։ Կարևորը այստեղ փայդ եւ որ գսե, ինչպես Եհովայի վկաները գսեն խաչ չգա այդ փայդը, սիրելիներ, երբ որ ինքը Պետրոս Երուսաղեմի մեջ փայդով կամվեցավ եւ սպանվեցավ գսե, Երուսաղեմցի ժողովուրդ շատ լավ գիտեն այդ փայդը ինչ բանի մասին է խոսքը։ Շատ լավ գիտեն, որ հռոմայացիներու սպանության միջոց էր այդ փայդը, որ խաչացավ էր։ Մեկ խոսքով Երուսաղեմցիներուն գսե փայդին վրա կամեցիք։ Երուսաղեմը շատ լավ գիտեն այդ փայդերը դեռ այնտեղ էին։ Քանի որ ամեն շաբաթ մարդ գելեր կսպաննեին։ Փայդերը լեցուն եւ այդ փայդերը խաչեր էին։ Ուրեմն համար 24 փայծ Աստված հարուցանեց զայն։ Այցեք շեշտը տրված է Հիսուսի վրա։ Հիսուս եկավ Աստծո մարդ, Աստծո զորությամբ գնաց գործերը սկսավնելու, հրաշքները սկսավնելու, խաչեցիք եւ սպաննեցիք, բայց Աստված հարուցանեց։ Մահվան ցավերը թագելով, քանզի հնարավոր չէր, որ ինք Հիսուս մահվնե բռնվի։ Գտեսնեք շեշտը գտնվի Հիսուսի խաչելության եւ Հիսուսի հարության։ Հիսուսի խաչելությունը մեր մեղքերու համար, Հիսուսի հարությունը մեր ազատագրության համար։ Չմոռնաք, Պետրոս Սուրբ ոգիով լեցված կխոսի։ Մարդկային քարոզ չդար։ Այսօր մեր մարդկային քարոզները երբեմն աճ են, ցախ են, պատմություններ կպատնենք։ Մարդկանց աճ ցախ կդանենք իբր թե պատմություն կպատնենք, որ մարդկանց հետաքրքրություն բերենք, որ չլա թե մարդիկ եկեղեցին թողնեն եւ գնան։ Կամ քարոզիչները պետք է ցույց տան, որ իրենք ուրիշ քարոզիչներեն ավելի լավ են։ Ուրեմն հետաքրքիր բաներ կպատմեն, որ մարդիկ հետաքրքրվին եւ ասեն, «Օ, ասինչ լավ մարդ էր, ասինչ լավ քարոզիչ էր, ինչ լավ պատմություններ պատմեց»։ Սիրելիներ, մենք պետք չունենք պատմություն պատմելու։ Մենք կանչված ենք Հիսուսի մասին խոսելու։ Հիսուսի խաչելությունը եւ Հիսուսի հարությունը։ Շատ բարձ է։ Հասկացողը կհասկանա, չհասկացողը 50 ալ պատմություն պատմես չի հասկանա։ Քանի որ սիրտը պատրաստ չի հասկանալու։ Բայց անոնց որ սիրտը պատրաստ է հասկանալու, ինչպես հիմա բիտնեսնենք այստեղ։ Եվ որ դու շիտակ քարոզը գուդաս, եւ որ գսես դուք խաչեցիք, դուք եք մեղավորը։ Աստված հարուցանեց, բայց դուք խաչեցիք։
Երբ որ մատը գտնես մեղքին եւ մեղավորին վրա, իսկապես կրնամսել փոփոխությունները տարբերությունը շատ մեծ է։ Բայց երբ որ մեգումը սխալը ցույց չտաս, երբ որ մեղքը ցույց չտանք սուբ գիրքով, թե քու ուրածը սխալ է, քու ուրածը մեղք է, Աստված հակառակ է, դու խաչեցիր Հիսուսին, դու քամեցիր Հիսուսին, այս գործը հաճելի չէր Տիրոջը։ Ինչպես Նաթան Դավիդին հրավ, դու մեծ մեղք գործեցիր։ Ոչ թե մենք բոլորս մեղավորներ ենք, ոչ, դու մեծ գործեցիր, այս ըրածը հաճելի չէր Տիրոջ։ Եվ այդպես է որ ապաշխարություններ գլա։ Հնարավոր չէր որ անգե բռնվի, վասնզի Դավիթ անոր համար գսե, ուրեմն Դավիթ 5 դագարան գսե Հիսուսի մասին, լավ լսեցեք։ Ամեն ադեն դերը գտեսնեմ իմ արջևս, քանզի իմ աջ կողմս է, որբեսի չսասանիմ։ Պետրոս գործած է 5 դագարանի Սաղմոս 16-ին խոսքերը Դավիդին պերնաներած, որ Դավիթ գսե դերը ես ամենադեն գտեսնեմ։ Եվ Պետրոս գսե այդ դերը որու մասին Դավիթ կխոսի Հիսուսն է։ Գրնակ երևակայել 5 դագարանի մեջ Հիսուսին համար դեր գսվի։ Եվ այսպես մենք գիտենք եւ դարբեր հազարավոր դարբեր համարներ, որ Հիսուս Աստված է։ Ես ամենադեն դերը կտեսնեմ։ Եթե Պետրոս այս բանը չսեր այս համարը Սուրբ ոգիով ներշնչված, լավ լսեցեք։ Եթե Պետրոս Սուրբ ոգիով ներշնչված այս համարը այստեղ մեջբերում չներ, մենք Սաղմոս 16-ը պիտի գարտայինք Դավիթ Աստուծո հետ, եւ Դավիթ գսե ամենադեն դերը կտեսնեմ իմ գողքսե, երբ որ իմ գողքսե ես չեմ սասանիր, գսենք օքեյ, Դավիթ Աստծո համար գսե։ Բայց Պետրոս այստեղ գսե այն դերը Հիսուսն է։ Դերը կտեսնեմ իմ աջ կողմս է եւ ես պիտի չսասանիմ։ Անոր համար ուրախ եղավ իմ սիրտս, իմ լեզուս ցնծած, իմ մարմինս ալ հույսով պիտի հանգստանա։ Վասնզի իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողուս եւ քու սուրբիտ ալ աբագանություն տեսնել պիտի չդաս։ Այստեղ գործած է Պետրոս Դավիթը իբր մարգարե, որ ինքը կտեսնի Տիրոջը, բայց Դավիթը նաեւ իբր Հիսուսի տիպը, Հիսուսի նման, որ ինք քերեզման պիտի չմտնե։ Բայց զարմանալին այցեք կսե, գետա ճամփաներ ինձ պիտի ջանցուցիր եւ քու երեսիդ ուրախությունով զիս պիտի լեցնես։ Սաղմոս 16։ Հիմա նայեցեք կբացատրե Պետրոս։ Մարդիկ եղբայրներ, արժան եւ համարցակ եսել ցեզի Դավիթ նահաբեդին համար, որ մերավ եւ թաղվեցավ եւ անոր քերեզմանը մինչեւ այսօր մեր մեջն է։ Սիոն բլուրի վրա Դավիթի քերեզմանը գար եւ հրյաները կերտային այդտեղ։ Ուրեմն գսե այդ Դավիթը որ գսե իմ անձս քերեզման բիդի չդես, իմ ոսկորներս կամ իմ անձս քերեզման բիդի չթողուս, քու սուրբիտ աբագանություն դեսնել բիդի չդաս։ Պետրոս գսե ներողություն, բայց Դավիթը եւ մերավ եւ քերեզման մտավ եւ աբագանություն եղավ իր մարմինը։ Արդ Համարը 30, որովհետև անիգա մարգարե էր եւ գիտեր թե Աստված հաստատ երթում ըրավ իրեն թե իր երիգամունքներուն բդուղեն մարմինի գողմանե Քրիստոսը բիդի հարուցանե ու իր աթորը նստի ինքան խադեսությամբ խոսեցավ Քրիստոսին հարության համար եւ թե անոր անձը քերեզմանը չթողվեցավ եւ անոր մարմինը աբագանություն չնեսավ։ Պետրոս կսե Դավիթ այն 16-րդ Սաղմոսին մեջ ոչ թե իրանցի մասին գխոսեր, այլ գխոսեր Քրիստոսի մասին, որ պիտի քար, պիտի մեռներ եւ պիտի քերեզմանեն հարություն առներ։ Գտեսնեք, շեշտը գտնե Պետրոս հրյաներուն, որոնք կսպասեն Քրիստոսը։ Քրիստոս ըսել է Մեսիա, օծվածը։ Ուրեմն իրենք կսպասեին։ Պետրոս կսե մի սպասեք, Դավիթ ըսավ այս Հիսուսի համար եւ Հիսուս մերավ եւ հարություն արավ։ Աստված ուրեմն համարը 32
այս Հիսուսը հարուցանեց, որում մենք ամենքս ալ վգայենք։ Հավասիկ Պետրոս իր մասին խոսելու սկսավ, երբ որ կբացատրի Հիսուսի խաչելության եւ հարության միտքը, կսե մենք գիտենք, մենք տեսանք, մենք վգայենք Հիսուս մերավ եւ Հիսուս հարություն արավ։ Գտեստեք ասկարոշչությունը Հիսուսի վրա է շեշտը տրված, իր մահին եւ իր խաչելության եւ իր հարության եւ հрьяներու մեղքին եւ դքիդության եւ գշարունակի համար 33 ուստի Աստծո ցերկով բարձրանալով ու Սուրբ Հոգին խոստումը հորմեն առնելով դարաձեց ասիգա, որ դուք հիմա գտեսնեք եւ գլսեք։ Ուրեմն հрьяները դեսան, չէ, այդ կրագը, այդ որոդումը, այդ քամին հովը եւ դեսան այդ լեզուները, Պետրոս կսե այս բոլորը կատարվեցավ ըստ 5 դագարանի խոստումին։ Եվ այս խոստումը, որ հովել մարգարեությունը մեզ գսեր, կատարվեցավ հիմա, ինչպես կատարվեցավ։ Կատարվեցավ, քանի որ, լավ լսեցեք, քանի որ Հիսուս հարյավ իմերելոց, ինք ելավ եւ ղրգեց Սուրբ Հոգին։ Եթե Հիսուս չմերներ եւ հարություն չառներ, Սուրբ Հոգի չկար, չերնար այս ծիվով։ Ուրեմն ինք ելավ եւ փոխանցեց Սուրբ Հոգին, փոխանցեց Սուրբ Հոգին, որբեսի այն Սուրբ Հոգին, որ դուք հիմա գտեսնեք։ Սիրելի քույր եղբայրներ, հայրենագիտներ, Սուրբ Հոգին կերևնա, կդեսնվի քու միջոցով։ Եթե մենք Սուրբ Հոգիով գքայլենք, երևնա Սուրբ Հոգին։ Մեր խոսքերեն, մեր սերեն, մեր կորձերեն, մեր ավետարանչութենեն, այսօր հավատացյալներ կան ժամերով գնստիս իրենց կողքին եւ մեկ հոգեվոր բառ չես լսեր։ Մեքենայի մասին կխոսին, դունի մասին կխոսին, կորձի մասին կխոսին, բդույթի մասին կխոսին, բայց այստեղ Սուրբ Հոգիով լեցված առաքյալները Հիսուսի մասին խոսեցան։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը Հիսուսի խաչելության եւ հարության մասին կխոսի։ Եվ գերևնա։ Շատեր չեն սիրեն, ինչպես քիչ առաջ տեսան, շատեր ծաղրեցին։ Ես կարծեմ այդ ժամին մարդիկ եկան անցան, տեսան, որ այս առաքյալները քինովի պես բաներ մգնել ասին, ասոնքով են թողեցին կացին։ Չմասնակցեցան Երուսաղեմի այդ խոսքերուն, այս օրտնությանը։ Նույնպես ալ այսօր ես կխոսիմ, դու կխոսիս, կրնանք փոխանցել, կրնանք ապրիլ, բայց շատեր մեր ապրածը չեն տեսներ։ Բայց մենք կանչված ենք Սուրբ Հոգիով քայլել եւ փոխանցել։ Համար 34 վասնզի Դավիթ երկինք չելավ, բայց ինք կսե դերը իմ դիրոջս ըսավ, նստե իմ աջ կողմս, մինչև քո տշնամիներդ ոտքերուդ պատվանդան անեմ։ Ասալ Սամոս 110-ը առաջին համարը։ Դերը իմ դիրոջս։ Գրնակ երևակել, դերը իմ դիրոջս։ Հայր Աստված, որդի Աստուծո։ Երկուքը դեր, երկուքը Ադոնայի, երկուքը Աստված։ Դերը իմ դիրոջս ըսավ, նստե, մինչև քո տշնամիներ պատվանդան անեմ, եւ հիմա Հիսուս հոր աջ կողմը նստած կսպասե, որ տշնամիները պատվանդան ալան։ Մենք հիմա այդ շրջանի մեջ ենք։ Եվ միջ այդ Սուրբ Հոգին ղրգած է մեզ իր զավակներուն, որբեսի իր զավակները Սուրբ Հոգիով ավետարանը կարոզեն, աշակերտեն, Քրիստոսը բացատրեն, հոգիներ բրգվի, հրաշներ կատարվի, Հիսուսը մարդկանց սրտերը փոխի։ Հալելույա։ Ուստի բոլոր Իսրայելի դունը ճշմարտապես թող գիտնա, ահավասիկ հրճագում, թե Աստված զանիգա Հիսուսին դեր եւ օձյալ ըրավ այս Հիսուսը, որ դուք խաչեցիք։ Դուք խաչեցիք, բայց դերը օձյալ ըրավ, դերը Մեսիա ըրավ, դերը Աստված դեր ըրավ Հիսուսին։ Եվ որ այս բանը լսեցին հրեաները վախցան, ինչպես կլա որ մենք սպանեցինք Աստված,
չագերձյալ ցևով։ Պետրոս կսե այն ինչ որ դուք մերժեցիք, ինք եղավ անգյունակարը, այն ինչ որ դուք մերժեցիք, ինք եղավ այն օծյալը, ինչ որ դուք խաչեցիք, Աստված ինք բարձրացուց Քրիստոսին։ Եվ նայեցեք, երբ ասիգա լսեցին, գսե իրենց սրտերուն մեջ զղջացին։ Դուք խաչեցիք այն ինչ որ կարելի չէր։ Դուք մերցուցիք, բայց մահը չհաղթեց Քրիստոսին։ Դուք ուզեցիք ոչնչացնել, մեջտեղեն վերցնել, բայց հայրը հարուցանեց եւ իրենք անդրադարձան իրենց մեղքը, այդ տեղի ժողովուրդը, լսեք, այդ տեղի ժողովուրդը հասկացավ իրենց մեղքը։ Այստեղ չսեր Պետրոս քահանաներն են պատասխանատուն, կամ Պիղադոսն է, գսե չէ դուք անորմալ սիրելի քույր եղբայրներ, երբ որ գսենք Քրիստոսը խաչեցին, պետք է ասենք խաչեցինք եւ մենք ասորտի մած պատասխան ունենք տալիք։ Անորմալ երբ որ լսեցին գսե իրենց սրտերու մեջ զղջացին եւ Պետրոսին ասին եւ մյուս առաքյալներուն ասին, մարդիկ, եղբայրներ, ինչ ունենք։ Հասկացանք Հիսուսը, հասկացանք ով է։ Տեսանք հրաշքները, տեսանք Սուրբ Հոգին, տեսանք ցեզ, վախկոտներ էիք դուք, Վերնադան մեջ կվախնայիք, բայց մեկ ելեք մեջտեղ եւ գկարոզեք մեզ եւ գթադաբարդեք մեզ ասելով դուք մեղավոր եք, առանց վախի։ Այո, Աստված փոխեց ցեզ։ Հասկացանք այդ Հիսուսը մենք մերցուցինք, բայց Հիսուս գենտանի է հիմա։ Ինչ ունենք, որ այդ գենտանի Հիսուսի ներողությունը խնդրենք եւ ներողամտությունը ստանանք։ Սիրելիներ, միջև մեկը չանդրադառնա իր մեղքի ծանրությունը, այդ մարդը չի գնար ապաշխարել։ Միջև մարդը չանդրադառնա իր սխալին ծանրությունը, այդ մարդը չի գնար զղջալ։ Բերանացի հա շատերս կզղջանք բերանացի ցևով, բայց այդ զղջումի ծանրությունը մեր մեջ չկա։ Ինչ ունենք։ Պետրոսի պատասխանը ապաշխարեցեք։ Ապաշխարելը ասել է ետ դարձեք։ Ապաշխարելը ասել է փոխվեցեք։ Ապաշխարելը ասել է ձեր ուղղությունը փոխեք։ Ձեր ընթացքը փոխեք։ Ձեր վարժությունը փոխեք։ Ձեր մտածելակերպը փոխեք։ Ձեր ընկերությունները փոխեք։ Ձեր նպատակը փոխեք։ Ապաշխարել բառը այս է։ Շատերը կգարցեն, որ ապաշխարելը մի հատ աղոթք մը գնենք եւ կապաշխարենք։ Ոչ։ Եվ այս ընթացք է, ապաշխարությունը ընթացք է, որ անդադար փոխվիս քո ներսդ, քո միտքդ, քո բնավորությունդ, քո սովորություններդ, քո ընտանեկան ընթացքը, քո վախերը, փոխվիր, ապաշխարե, ինչու այս է, որ մեզ կդանի Տիրոջ առաջ։ Ապաշխարեցեք եւ ցեզ ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսի անունով։ Մգրդվի ինչ ասել է։ Ասել է թաղեցեք ձեր անցյալը եւ հիմա նոր կյանք ելեք Հիսուսի համար ապրելու։ Թող մգրդվի Հիսուսի համար։ Ուրիշ թարգմանություններ կա, ցեզ ամեն մեկը թող մգրդվի Հիսուսի համար։ Հիսուսի համար ապրելու։ Հիսուսի հետևեն երթալու, աշակերտ լալու։ Շատ մարդիկ կան այսօր մգրդված են, այո, չափահաս մեր ավետական եկեղեցիներու մեջ շատերը գիտեք, չափահաս կմգրդենք, մգրդված են չափահաս, բայց մորցած են։ Մի քանի տարի վերջ ետ կվերաթարնան իրենց աշխարհին։ Մգրդությունը ասել ամեն օր կսպանես քո եսդ Հիսուսի համար, ամեն օր կխոնարհիս Հիսուսի համար, ամեն օր կսես ոչ քո ընթացքին Հիսուսի համար, ապաշխարես ամեն օր Հիսուսի համար։ Եվ գաբրիս Տիրոջը փառքին համար։ Ձեզ ամեն մեկը թող Հիսուսի անունով մգրդվի եւ մեղքերու թողության համար, մեղքերու թողությունը ասել է մինչեւ հիմա ինչ որ ըրերեք, թող թաղվի ջուրին մեջ եւ թող նոր անց ելնե։ Եվ այդպես Սուրբ Հոգին բարգեւը պիտի ստանաք։ Սուրբ Հոգի բարգեւը պիտի ընդունիք։ Սուրբ Հոգի բարգեւը, քանի որ երբ որ մեկը գզղճա, որ գուզե Հիսուսի հետ կայլել, Աստծո հետ կայլել, Աստված Սուրբ Հոգին գուտա այդ մարդուն, որովհետեւ Սուրբ Հոգի զորությամբ այդ մարդը հաղթական կյանք ապրի, զորության կյանք ապրի, վկայության կյանք ապրի, երթա եւ իր առաքելությունը կատարե
ինչպես քիչ առաջ ասի, առաքելությունը կատարե, երթա մարդ բրգե, երթա սուպկիրկը սերդե, Սուրբ Հոգին պետք ունենք։ Ուրեմն երբ որ գաբաշխարես, որ այլևս սկսես, ես Հիսուսի հետ կուզեմ քայլել, շատ լավ, զղջա, դերը գները քո մեղքերդ, ինչ որ ալրած ես կները, բայց նագրդությունը ասել է այլևս առաջվա կյանքիդ մեջ չես։ Նոր կյանք, նոր օծություն, նոր ուղղություն, Սուրբ Հոգի զորությամբ քայլես եւ Տիրոջ կամքին համաձայն։ Վասնզի այն խոստումը գսե Պետրոս, որ խոստում, այդ խոստումը, որ 5 դագարանի մեջ տրվեցավ, որ հիմա կգադարվի գսե, այն խոստումը ցեզի համար է։ Ցեզի եւ ծեր որդիներուն եւ բոլոր անոնք, որ հերու են, որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչե։ Հիմա գլսես, քեզի համար է։ Քո միջոցով քո զավակներուն եւ վստահ եղիր, որ քո զավակներուն միջոցով շատ ուրիշներ։ Գտեսնեք, խոստումը գուքա, եթե այսօր դու ես քեզի, բայց քո միջոցով պիտի երթա, պիտի շարունակվի։ 2000 տարի այդպես է։ Սիրելիներ, ավետարանը լսե, ապրիր եւ տարածե։ Սուրբ Հոգի զորությամբ ինչ կսպասես Սուրբ Հոգիով լեցվելու, Սուրբ Հոգիով աղոթելու, Սուրբ Հոգիով քայլելու, Սուրբ Հոգիով ծառայելու, Սուրբ Հոգիով սիրելու, Սուրբ Հոգիով վգայելու, քո միջոցով սերունդներ են, քո միջոցով սերունդներ են։ Հալելույա։ Տեր Աստվածը քանիներուն պիտի կանչե, բայց Տերս կկանչե քո միջոցով։ Բերանը չկոչես։ Դու քո մասին միամի մտածեր։ Հասնվիր Տիրոջը, թեգու շատ բաներ չես գիտեր, բայց քո կիծածդ ավետարանի խոսքերը փոխանցե։ Անոնը շատ պիտի գարտաս, որ շատ սորվիս։ Շատ պիտի ժողովներու մասնակցիս, որ շատ սորվիս։ Բայց ոչ թե սորվիս սորվելու համար, սորվիս սորվեցնելու համար։ Հալելույա։ Եվ Պետրոս համար 40 շատ ուրիշ խոսքերով եւ վկայություններ գուդար ու գհորտորեր զանոնք եւ գսեր այս խոդորած ասկեն ինքզինքնիդ ազատեցեք։ Գիտեք, աշխարհի գերբարանքով մի գերբարանի դուրս ելեք այս խոդորած աշխարհին։ Այս պետք է լա այսօր մեր եկեղեցիներու խոսքը։ Սուրբ Հոգիով լեցվեցեք, ավետարան կարոզեք, բայց աշխարհի պես մի ելակ։ Գացեք աշխարհի մեջ, բայց աշխարհի պես մի ելակ։ Գացեք աշխարհ, այո, բայց աշխարհի պես մի ելակ։ Խոդորեցեք, դուրս ելեք այս խոդորյալ ազգեն։ Անոնք, որոնք սրդանց ընդունեցին, համար 41, անոր խոսքերը մգրդվեցան։ Սրդանց ընդունեցին, որ իրենք մեղավոր են, որ իրենք խաչեցին Հիսուսը, որ իրենք են հանցավորը, ընդունեցին, որ Հիսուս կգանչես իրենք, խոստումը իրենց համար է, եւ իրենք ասին Տեր, ուրեմն ես հիմա հետ կդառնամ իմ առաջվա կյանքես եւ ապաշխարության մեջ կմտնեմ, կմգրդվիմ, գուզեմ նոր կյանք Հիսուսի համար ապրիլ։ Հալելույա, հալելույա։ Մգրդվեցան եւ այդ օրը 3000 հոգի չափ ավելցավ։ 3000 հոգի, 12 կամ գրնամ ասել 120 հոգի են, 3000 հոգի այդ մեկ օրվա մեջ Պետրոսի այս խոսքով։ Այմա բիդեսես որ այդ Պենտեկոստեի օրներ, Սուրբ Հոգին այս էր, Սուրբ Հոգին այդրավ, նորմալ էր որ așa ժողովուրդ, չէ ժողովուրդ, սիրելի քույր եղբայրներ, Սուրբ Հոգին նույնն է 3 այսօր հավիտյան։ Բայց մեր զղջումը նույնը չէ։ Մեր նվիրյալ կյանքը նույնը չէ։ Մեր հանձնվելու զոհողության կյանքը նույնը չէ։ Մեր քարոզչությունը նույնը չէ։ Մեր Հիսուսի առաջ բերելը նույնը չէ։ Անոր համար մենք 3000 չէ, 3 հոգի չենք տեսներ։ Անոր համար սիրելիներ, դու եւ ես մեծ գործ ունենք գնելիք։ 3000 հոգի ավելցավ այդ օրը։ Եվ նայեցեք 42-րդ համարը այս համարին վրա կալշապատ շեշտը գտնենք եւ իրենք այդ 3000 հոգին միշտ արաքյալներուն վարտաբեդությանը
միապանության հաց կդրելու եւ աղոթներու յետևեն էին միշտ եւ գամ ամեն օր ինչ ըրին այդ 3000-ը երբ որ մգրդվեցան ամեն օր գսորվեին Աստծո խոսքը ամեն օր գմիապանվեին իրարու ինչու քան որ աշխարհեն դուրս ելան իրար հետ պետք է լան եւ գծաղրվեին գահալածվեին հետո հալածանքներ ավելի շատ ցավ բայց իրենք քաղտիկը կդրեին ամեն օր իրար հետ հիշել Հիսուսի հարությունը եւ մահը եւ հարությունը իրար հետ աղոթելով իրար հետ միապանվելով եւ հետո քաշապատ պիտի տեսնենք Աստված նոր մարդիկ կբերե երբ որ հավատացյալը ինք իրմով այս խոսքին համաձայն գսորվի գմիապանվի գաղութե եւ ավետարանը գկարոզե նորմալ է որ 3000 չի 10000 օկյալ գփոխվի Կարճապատ կխոսենք այս 3000-ի համար մասին թե ինչ կնեին այս 3000-ը ուր կհավաքվեին բզդիկ Երուսաղեմի մեջ ինչպես կհավաքվեին ամեն օր այս կալանկամ կշարունակենք դերորդն է մինչև այս կայնը այսօր դերորդն է մեր սերդողությունը եւ ընթերցումը իրենը լա միշտ փառքը եւ բադիվը եւ զորությունը լսենք